որովհետև վերջին տարիներին մարդու իրավունքները Հայաստանում խիստ սահմանափակվել են, անգլերեն լավ բառ կա, ասում են shrinking space, այսինքն այդ տարածքը մարդու իրավունքները շատ սահմանափակվում է, ինչով է սա պայմանավորված, պարոն Մանվելյանը ինչպես նշեց, քաղաքացիական հասարակությունների կազմակերպությունների մեծ մասը սկսել են այս խնդիրների մասին չբարձրաձայնել կամ բարձրաձայնել ընտրովի ձևով, իսկ ինչքանով գիտենք մարդու իրավունքները ընտրովի չեն, դրանք բոլորին են համահավասար են եւ փոխկապակցված են, այսինքն պետք է, եթե խախտվում է իրավունք եւ դու պաշտպանում ես մեկի իրավունքը, նույնական իրավունքի խախտման դեպքում անկախ նրանից դու այդ մարդու հանդեպ ինչ վերաբերմունք ունես, եթե դու իրական իրավապաշտպան ես, դու պետք է բարձրաձայնես այս խնդիրների մասին։ Մենք հիմա տեսնում ենք հակառակ գործընթացը, երբ որ իրավապաշտպանները թիրախավորվում են եւ այս ամենը քաղաքականացվում է, այսինքն մարդու իրավունքների մասին երբ խոսում են կամ բարձրաձայնում են, միանգամից դա որոշակի խմբեր տանում են ընդդիմական դաշտ, քաղաքականացնում են եւ այսպեսով փորձում են այստեղ կանգնեցնել խոսակցությունը։ Ես որպես ժողովրդավարության ծրագրերով զբաղվող մարդու իրավունքներով սա կարող եմ հստակ ասել, եթե նախկինում ակտիվիստները Հայաստանում ստանում են մարդու իրավունքների մրցանակներ, այս պահին ակտիվիստները տեսնում եք ինչ է տեղի ունենում, եթե նրանք բարձրաձայնում են խնդիր, նրանք թիրախավորվում են ընդհանուր մինչև ֆիզիկական բռնություն է տեղի ունենում, ինչը որակվում է ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ բանով կոնվենցիայով դա որակվում է որպես խոշտանգում, եթե պետական այրը բռնություն է գործադրում։ Հիմա մի քանի խոսք ասեմ զեկույցի մասին ձեզ ասեմ, տեսեք, մի խնդիր էլ կա այստեղ, շատ կարևոր խնդիր, Հովհաննեսն ասեց, որ ուրեմն պարբերական դիտարկումը հիմնված է լինում 3 զեկույցի վրա, ազգային զեկույց, որը պետության կողմից տրված զեկույցն է, կոչվում է այլընտրանքային զեկույց, որը տալիս են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները եւ ՄԻՊ-ը, ինչպես նաեւ միջազգային բոլոր կազմակերպությունները ազատ են տալ եւ բոլոր հարևան պետությունների քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունները։ Հիմա իթիվս մեր զեկույցների տրվել են զեկույցներ նաև Ադրբեջանի հասարակության կողմից Հայաստանի նկատմամբ եւ ինչն է կարևոր, այն բոլոր մեղսագործությունները, որոնք որ արվել են Ադրբեջանի կողմից, հիմա դրանք գրվել են որպես Հայաստանի կողմից մարդու իրավունքների խախտում։ Ես խորհուրդ կտամ անպայման հետևել բոլոր զեկույցները, նայել, շատ հետաքրքիր բաներ կգտնեք այնտեղ, բայց մի հետաքրքիր այսպես օրինաչափություն կար հայկական զեկույցի մեջ, որ շեշտվում էր, որ տեղի է ունեցել բռնի տեղահանում, որ պետությունը ստիպված է եղել գործ ունենալ փախստականների մեծ խմբի հետ, բայց չի շեշտվում այդ բռնի տեղահանումը ով է իրականացրել, ընդհանրապես դրա մասին խոսք չկա զեկույցում, որը շատ տարօրինակ է։ Ինչպես նաև երբ որ արդեն լսումներն էին տեղի ունենում Ժնևում, այնտեղ բոլոր անդամ պետությունները իրենց հանձնարարականներն են հետո հնչեցնում, երբ որ իրենք հնչեցնում են հանձնարարականները կապված բռնի տեղահանվածների հետ, կրկին անգամ չէր շեշտվում դա ինչի արդյունքում է դա տեղի ունեցել։ Այսինքն այնպիսի տպավորություն էր, որ կա այդ մի համաձայնություն, այսպես լրելային, որ պիտի այդ անունը չտրվի, հարևան պետության Ադրբեջան անունը պիտի չտրվի։ Սա շատ հետաքրքիր է, խնդրեմ սրան ուշադրություն դարձնեք եւ նաև այս մասը մի քիչ քաղաքականացվում է մեր զեկույցում, որ չի նշվում ընդհանրապես։ Մի քիչ ուզում եմ խոսել մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մասին, ընդհանրապես սա մի ինստիտուտ է, որը պետք է լինի անկախ եւ գործի անկախ եւ կոչված է հենց մարդու իրավունքների պաշտպանության համար եւ պետության հետ պիտի լինի հստակ նշելով թե ինչ իրավունքներ են խախտվում եւ ինչպես պետք է պետությունը այդ իրավունքները պաշտպանի կամ վերականգնի։ Եթե նկատել եք բոլոր հայտարարությունները վերջին բոլոր իրավախախտումների վերաբերյալ բավականին ընդհանուր են եւ նաեւ շատ ընդհանուր է մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, սա էլ խորհուրդ կտամ նայեք։ Ընդհանրապես զեկույցները ունեն սահմանափակում, այսինքն բառերի սահմանափակում ունեն եւ կախված նրանից թե դու ինչով ես դա լցնում, դու տեղ ես թողնում այս կամ այն կարևոր խնդրին կամ չես թողնում։ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում ընդհանրապես ոչ մի խոսք չկար ոստիկանության ուրեմն գործողությունների մասին, ուժի կիրառման, որևիցե խոսք չկար ընդհանրապես խաղաղ ցույցերի մասին եւ ինչպես էին դրանք բանանում ճնշվում, ընդհանրապես խոսք չկա խոշտանգումների մասին, իդեպ ասեմ, որ նախորդ զեկույցում 10 երկիր տվել են հանձնարարական, ուրեմն հետաքննել բոլոր խոշտանգումների դեպքերը եւ բոլոր իրականացնողներին պետական այրերին, այսինքն համապատասխան պատժի ենթարկել, բայց դրա մասին որևիցե խոսք չի նշվում այս զեկույցում ՄԻՊ-ի, որը որ պետք է անպայման անդրադարձ աներ, քանի որ նա նաև պրևենտիվ մեխանիզմի իրականացնողն է, փոխարենը վերցվել էր մի հատ շատ ընդհանուր հանձնարարական, ինչ որ մի երկրի, կարծեմ Խորվաթիայի,
եւ նշվել էր ամենազեկույցի ամենավերջում մի կետով փոշտանգումներին անդրադառնալով պարզապես քանի որ ունեն նման պարտավորություն։ Սա շատ լուրջ խնդիր է եւ մենք պետք է հասկանանք թե ինչու չեն անդրադառնում են բոլոր իրավախախտումներին, որոնք տեղի են ունենում։